Ողջույն սիրելիներս, Այբենարան H 146 ով եմ ես, որը հանելուկ բանաստեղծություն է, որի մեջ թաքնված է պատասխանը։ Հիմա կարդանք. Ինձ կգտնես բույսի մեջ, ինձ կգտնես հույսի մեջ, մայրիկների համբույրում, կայծակների լույսի մեջ, ես կամ Հայկի հայի մեջ ու Հայաստան աշխարհում, այսքան եղբայր քույր ունեմ, Սուրբ Մեսրոպյան բույր ունեմ։ Եթե ուշադիր լսեցիք, շատ բառերում լավ բարձր հնչեց Ե հնչյուն տառը։ Այո, այս բանաստեղծությունը հանելուկ Ե տառի մասին է։ Մայրիկների համբույրում, չէ, կայծակների լույսի մեջ, Հայաստան աշխարհում, բույր։ Ձախի վրա պատկերված են մեր ծանոթ հերոսները, եթե ծանոթ չեն, ապա ծանոթացեք, գտեք քեզ ծանոթ հերոսներին, տեսեք, Քաչն Ազարն է, Պոչատ Ավվեսն է, ինչու Պոչատ, քանի որ պոչը պոկվել է, Պոչատ ամպոչ, այսինքն կարմիր գլխարկն է, Պույպույ մկնիկն է կոկոսի վրա, 3 խոզուկներն են, Շունն ու կատուն են, Միկաթիլ մեղրը, Բուրատինոն, տեսեք ինչքան հերոսներ են հայտնվել, այստեղ ինչ եք կարծում, որը կլինի։ Այո, զանգը արդեն հուշում է, որ մկների ժողովն է, իսկ գիտեք ով է գրել մկների ժողովը, Խնկո Ապերը, այստեղ նայեք չարի վերջը, Հովհաննես Թումանյանի 3 խոզուկները, ես ձեզ համար բերել եմ մի քանի հեքիաթների գրքեր, որոնք ցանկալի է, որ դուք կարդաք, ես հատուկ ընտրել եմ այն հեքիաթները, որոնք շատ կարճ են և շուտ են վերջանում և շատ հեշտ կլինի կարդալ, փորձեք ինքնուրույն կարդալ, տեսեք Շահգամն է, ռուսական ժողովրդական հեքիաթների շարքից, շատ հեշտ է երեխաներ, նաև Բոքոնիկը, էլի ռուսական հեքիաթների շարքից, ձեզ քաշ ծանոթ Բոքոնիկը, մանկուց դրա մասին ձեր ծնողները պատմել են, մուլտֆիլմներում դիտել եք, կամ մեր շատ սիրելի 3 խոզուկները, տեսեք, շատ գունազարդ գրքեր հիմա հրատարակվում են և դուք ինքներդ կարող եք ընթերցել, փորձեք ընթերցել այդ։ Քանի որ արդեն տառերը անցել եք, ինքնուրույն կարող եք լուծեք խաչ բառը։ Մայրիկ սկզբնաբառն է։ Առաջինը մորի, երկրորդը ծիածան, երրորդը սյուն, ս-յ-ուն, չորրորդը արև, հինգերորդը լուսին և 6-րդը կակաչ։ Այսքան իմ սիրելիներ,